Ընկերներ, ողջույն, ձեզ հետ Մարիանան է։ Այսօր պատրաստել եմ շատ համեղ աղցան տոնական սեղանի համար։ Մնացեք ինձ հետ և գնացինք պատրաստելու։ Աղցանի բաղադրիչներն են հավի կրծքամիս, եգիպտացորեն, մարինացված վարունգ, մարինացված սունկ։ Մնացեք ինձ հետ, գնացինք պատրաստելու։ Կրծքամիսը ես մանրացնում եմ ձեռքով։ Կարող եք կտրատել նաև, կարող եք միքսերով անցկացնել, պես էլ է լավ ստացվում, բայց ես նախընտրում եմ այս տարբերակը։ Եթե ուզում եք, որպեսզի միսը շատ համեղ ստացվի, կտրատելուց չփշրվի, մանրացնելուց թեկուզ, եփելու ընթացքում ավելացրեք աղ, եփելուց հետո թողեք, որ սառչի ջրի մեջ։ Մի 2-3 ժամ թող ջրի մեջ միսը սառչի, որից հետո հանեք և օգտագործեք։ Անմիջապես հանելուց հետո, եթե ջրից հանում եք և օգտագործում եք, միսը փշրվում է։ Իսկ այս տարբերակով լինում է այսպես, բաժանվում է իրարից, թելիկներ է բաժանվում։ Փորձեք, ես վստահ եմ, որ տարբերությունը դուք կզգաք։ Եվ անպայման աղ կլցնեք եփելուց, այդպես ավելի համեղ է ստացվում։ Եթե ցանկանում եք, նաև համեմունքներ կարող եք ավելացնել եփելու ընթացքում։ Վարունգը կտրատում ենք խորանարդաձև, կարող եք նաև երկար ձողիկների բաժանել։ Բոլոր բաղադրիչները կտրատելուց հետո հավաքում ենք տռեի մեջ, որից հետո կավելացնենք համեմունքներ և կմատուցենք։ Կլցնենք կանաչի, սև պղպեղ և աղ։ Աղ ավելացնելուց անպայման հաշվի առեք այն, որ մթերքները աղով են պատրաստված։ Կլցնենք թթվասեր, եթե սիրում եք մայոնեզ, կարող եք փոխարինել մայոնեզով։ Ընկերներ, մեր աղցանը պատրաստ է։ Շատ համեղ աղցան է։ Պատրաստեք անպայման, ես վստահեցնում եմ, դուք կհավանեք։ Բաժանորդագրվեք իմ ալիքին, ձեզանից ընդամենը կգնա մի քանի վայրկյան ժամանակ։ Շնորհակալ եմ բոլորիդ ինձ աջակցելու, հետևելու համար։ Լավ մնացեք, ձեզ հետ Մարիանան էր։ Կհանդիպենք, առայժմ։